Հարգելի ութերորդ դասարանցիներ, մենք շարունակում ենք մեր ջերմաքանակի, ջերմնակությունների թեման, այսօր մենք կլուծենք խնդիրներ, այդ թեմայի վերաբերյալ և կհասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում ջերմաքանակն ու ջերմնակությունները, որի միջոցով մենք կարողանում ենք որոշել, թե ինչքան ջերմաքանակ է անհրաժեշտ, որպեսզի նյութը տաքանա ինչ-որ ջերմաստիճանի։ Կամ ասենք ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Ուրեմն ֆիզիկա 8, այսինքն ութերորդ դասարանի ֆիզիկան պարագրաֆ 55 խնդիրների լուծում։ Առաջի խնդիրը. ինչ ջերմաքանակ է պահանջվում հալման ջերմաստիճանում 10 գրամ զանգվածով ոսկու կտորը հալելու համար։ Տեսնենք, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ, որպեսզի այդ ոսկու կտորը հալենք։ Այստեղ ուրեմն ձախ կողմի վերևի մասում ես նկարել եմ ուրեմն մի հատ այդ ոսկու կտոր, այդ ոսկու կտորի ներքևում սպիրտարիոց է, սպիրտարիոցով մենք փորձում ենք հալեցնել ոսկու կտորը, բայց ոսկու կտորը այս դեպքում չի հալվի, որովհետև ոսկու կտորի հալման համար անհրաժեշտ է բավականին մեծ ուրեմն ջերմաքանակ, օրինակ ոսկին հալվում է 1064 աստիճան Ցելսիուսում։ Ինչպես մենք տեսնում ենք, պետք է ոսկու կտորը լինի 1064 աստիճան Ցելսիուսում, որպեսզի նա հալեցնենք, սա բեցե տեղամասն է, ինչպես երևում է ներքևի գրաֆիկից, այդ փորձի ներքևի գրաֆիկում ես տվել եմ, թե ինչպես է ուրեմն տաքանում ոսկին մինչև B կետը, այնուհետև B կետում հալվում է մինչև C կետը, այնուհետև C կետից հալված ոսկի ջերմաստիճանը բարձրանում է։ Այսինքն մենք պետք է որոշենք B-C տեղամասում ինչքան ջերմաքանակ է անհրաժեշտ։ Այդ ջերմաքանակը կլինի ուրեմն որոշվում է լյամդա, ուրեմն տեսակարար ջերմնակությամբ, հալման տեսակարար ջերմնակությամբ, որը որոշվում է Q ուրեմն ջերմաքանակը բաժանած M զանգվածի վրա, նյութի M զանգվածի վրա, այսինքն 1 կիլոգրամի համար որքան ջերմաքանակ է անհրաժեշտ։ Եթե 1 կիլոգրամի համար իմանանք ինչքան ջերմաքանակ է անհրաժեշտ, մենք կբազմապատկենք M կիլոգրամով, մենք կստանանք, թե ինչքան ջերմաքանակ է անհրաժեշտ։ M-ը մեր մոտ ուրեմն 10 գրամ է, որը այստեղ վերևում ձախ կողմի վերևի մասում ես գրել եմ Q-ն հավասար է լյամդա M1, այսինքն M1-ը M-ին հավասար է, բայց M1-ը դա արտահայտված է կիլոգրամներով, իսկ M-ը արտահայտված է գրամներով, որպեսզի մենք գրամը դարձնենք կիլոգրամ, ապա պետք է M գրամով արտահայտված արժեքը բաժանենք 1000-ի վրա։ Գրամով արտահայտված արժեքը բաժանելով 1000-ի վրա, այնուհետև որոշում ենք լյամդա, աղյուսակից որոշում ենք լյամդայի արժեքը, ոսկու համար ուրեմն լյամդայի արժեքը 0.67 անգամ 15 աստիճան ջոուլ բաժանած կիլոգրամ է։ Ուրեմն 0.67 անգամ 15 աստիճանը բազմապատկում ենք ուրեմն M1-ով,
M1-ով ենք բազմապատկում, ստանում ենք 0,67 անգամ 14 աստիճան ջոուլ, դա մոտավորապես 670 աստիճան ջոուլ էներգիան է, ջերմաքանակն է, որպեսզի հալման ջերմաստիճանում ոսկին հալվի, ուրեմն 10 գրամ ոսկին հալվի, 10 գրամ ոսկին հալվի, սա առաջի խնդրի վերաբերյալ։ Ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 10 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան ունեցող 3 կիլոգրամ զանգվածով ջուրը գոլորշու փոխարինելու համար։ Մթնոլորտային ճնշումը 760 մմ սնդիկի սյան է։ Ուրեմն ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 10 աստիճան Ցելսիուսում 3 կիլոգրամ զանգվածով ջուրը գոլորշու փոխարինելու համար։ Տեսնենք, ենթադրենք ջրի ջերմաստիճանը 10 աստիճան Ցելսիուս է։ Այդ 10 աստիճան Ցելսիուսը ինչպես ներկայացված է այստեղ ներքևի գրաֆիկում, պետք է բարձրացնենք մինչև 100 աստիճան, այսինքն 3 կիլոգրամ ջուրը պետք է բարձրացնենք 100 աստիճանի ջուր պատրաստենք, սարքենք։ Այնուհետև այդ 100 աստիճանում ջուրը պետք է նորից տաքացնենք, այսինքն ջերմաքանակ հաղորդենք ջրին, այնուհետև այդ 3 կիլոգրամ ջուրը, դա բեց է տեղամասն է, 3 կիլոգրամ ջրին պետք է նորից հաղորդենք, ուրեմն որոշ ջերմաքանակ, որպեսզի այն ուրեմն վերածվի գոլորշու։ Նու այստեղ երկու ջերմաքանակ պետք է հաղորդենք, այսինքն 10 աստիճանից մինչև 100 աստիճան, դա Q1-ն է, որ հավասար է, այսինքն Q-ն ջերմաքանակը, ես ներկայացրել եմ երկու ջերմաքանակների գումար, Q1 հավասար է C անգամ M, T2 մինուս T1, T2-ը 100 է, T1-ը 10 է, իսկ որպեսզի գոլորշու վերածեմ այդ ջերմաքանակի ջուրը, պետք է R բազմապատկենք M-ով, այսինքն M զանգվածը բազմապատկենք հեղուկի շոկի գոյացման տեսակարար ջերմնակությամբ։ Նու այստեղ որոշում է շոկի գոյացման տեսակարար ջերմնակությունը ջրի համար հավասար է 2,26 անգամ 16 աստիճան, M-ը 3 կիլոգրամ է, C-ն ուրեմն 4200 կիլոգրամ բաժնած 4200 ջոուլ բաժնած կիլոգրամ աստիճան Ցելսիուս, մենք ստանում ենք 8 անգամ 16 աստիճան ջոուլ, այսինքն 8 անգամ 16 աստիճան ջոուլ է արկա, որպեսզի 3 կիլոգրամ ջուրը 10 աստիճանից վերածենք գոլորշու։ Երրորդ խնդիր, ինչ ջերմաքանակ կպահանջվի 0 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանով 4 կիլոգրամ սառույցը հալելու ստացված ջուրը մինչև եռման ջերմաստիճանը տաքացնելու և նրա 200 գրամը գոլորշիացնելու համար։ Նո այստեղ ոչ թե երկու ուրեմն ջերմաքանակ պետք է հաշվենք, ինչպես այստեղ է ներկայացված Q1 և Q2, այլ 3 ջերմաքանակ պետք է հաշվենք, ինչպես ներկայացված է այս գրաֆիկում, ինչ գրաֆիկը, BC տեղամասի գրաֆիկը, CD տեղամասի գրաֆիկից պետք է որոշենք ջերմաքանակը և DE գրաֆիկի տեղամասում պետք է որոշենք ջերմաքանակը։ BC տեղամասում, որպեսզի սառույցը հալվի, պետք է հաշվենք Q1 ջերմաքանակ, որը հավասար է սառույցի հալման տեսակարար ջերմնակությունը բազմապատկված M զանգվածով, M-ը 4 կիլոգրամ է, լյամդան սառույցի համար 3,4 անգամ 16 աստիճան ջոուլ կիլոգրամ է։ Նու այսպես հաշվում ենք Q1-ը, այնուհետև հաշվում ենք Q2-ը, C-ն
ջրի համար հավասար է 4200 ջոուլ բաժնած կիլոգրամ աստիճան Ցելսիուս, Εμ 4 կիլոգրամը T2 մինուս T1-ը ուրեմն 0 աստիճանից 100 աստիճան դա անում է 100 T2 ու կհաշվենք Q2-ը, այնուհետև կհաշվենք երրորդ տեղամասի D տեղամասի ուրեմն ջերմաքանակը, որն հավասար է R անգամ M1, որտեղ M1-ը 200 գրամ է, և կգումարենք իրար, մենք կստանանք Q1-ը գումարենք Q2-ին գումարենք Q2, մենք կստանանք այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է սառույցը գոլորշի սարքելու համար, 200 գրամ սառույցը գոլորշի սարքելու համար, պատրաստելու համար։ Ну, 4-րդ խնդիրը։ Ես այստեղ հաշվարկներ չեմ արել, դա թողնում եմ ձեր վրա, որպեսզի դուք կարողանաք մասնակցել խնդիրների լուծմանը։ Եվ 4-րդ խնդիր։ 5 լիտր տարողությամբ ջուրը բաքը լիքը լցված է բենզինով։ Բավարար է արդյոք այդ քանակով բենզինը որպեսզի այրելիս անջատվի 230 մեգաջոուլ էներգիա։ Ну, մեգան դա միլիոն ջոուլն է։ Լիտրը պետք է դարձնենք մենք մետր խորանարդ։ Մենք ուրեմն այստեղ գիտենք, որ բենզինի խտությունը հավասար է 710 ռոն, հավասար է 710 կիլոգրամ բաժնած մետր, այսինքն 1 մետր խորանարդ բենզինը 710 կիլոգրամ է, իսկ 1 մետր խորանարդը դա 10 մինուս 3 ուրեմն լիտրն է, 1000 լիտրն է, ներողություն, 13 աստիճան լիտրը 1 մետր խորանարդ է, ռոն բազմապատկում ենք V-ով, մենք ստանում ենք ուրեմն մենք ստանում ենք զանգվածը, բենզինի զանգվածը իմանալով մենք Q-ն հավասար է Q անգամ M-ով որոշում ենք, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ, որքան ջերմաքանակ է անջատվում, երբ որ այդքան բենզին այրում ենք։ Ուրեմն տեղադրելով Q-ի, ρ-ի, V-ի արժեքները մենք ստանում ենք համապատասխան ուրեմն արժեքը։ Ну այսօր նույնպես ես հաշվարկներ չեմ արել, դա թողնում եմ ձեր հայեցողությանը, որպեսզի դուք կարողանաք մասնակցել խնդրի լուծմանը։ Ну այստեղ ես մեծություններն եմ ներկայացրել, մենք ավելացինք եւս մեկ մեծություն, այրման տեսակարար ջերմնակություն հասկացողությունը, որ նշանակվում էր Q տառով եւ որոշվում էր ջոուլ բաժնած կիլոգրամ միավորներով։ Այսինքն 1 կիլոգրամի այրման դեպքում, նյութի 1 կիլոգրամի այրման դեպքում որքան ջերմաքանակ է անջատվում։ Այսքանով ուրեմն սահմանափակվում ենք մենք ուրեմն մեծությունների ներկայացման 8-րդ դասարանում ուսումնասիրած մեծությունների ներկայացումը, որովհետև սա նախավերջի դասներ, մենք այլևս մեծություններ կարող է չներկայացնենք, միայն հնարավոր է, որ օգտակար գործողության գործակցի մասին խոսենք։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։